մոտ երեխա չեմ թողելու։ Երևանի 94-րդ մանկապարտեզում իրավիճակը լարված է։ Աշխատակազմը մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ է ներկայացնում։ Այլևս չեն ցանկանում աշխատել տնօրեն Փարանձե Միրիբյանի հետ։ Միևնույն ժամանակ անհանգստացած ծնողները պատրաստվում են կտրուկ քայլի։ Եթե տնօրենը շարունակի պաշտոնավարել, կվերցնեն երեխաների գործերն ու կհեռանան։ Բալիկ օրինակ պատմում որ 3 շարաչի օրը ամբողջ օրը, 2 շաբթի օրը ամբողջ օրը ընկեր հեղինեն իրանց խմբում չի եղել, որովհետև վատ է իրանց զգացի։ Իսկ ասում բալից ինչի՞ է վատը զգացի, ասում չգիտեմ, անդադ տնօրենի սենյակում էր։ Հետո եկավ կողքի խմբի փոքր իրեն լավ զգաց, բայց մեզ չէին թողում որ ընկեր հեղինեն գա։ Ինքը իր երեխաներին բերում է, որպեսզի մեր դաստիարակները նայեն երեխուն ու խնդրում է որ մեր երեխաները իր երեխաների հետ չշփվեն։ Նայի որ երեխեքին չկպնեն։ Նախ փորձել են խոսել տնօրենի հետ, բայց նա փակվել էր սենյակում, կողպել դուռը։ Այս մանկապարտեզում 5 տարվա ընթացքում 11-րդ տնօրենն է Փարանձե Միրիբյանը։ Ծնողները որոշեցին գնալ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի մոտ, ներկայացնել խնդիրը։ Հենց այդ ընթացքում էլ մի քանի րոպեով լրագրողները հասցրին տեսնել տնօրենին։ Բնականաբար աշխատում է, պահպանված են ռեժիմային բոլոր պահերը, ելնելով երեխաների անհատական շահերից եւ առհասարակ մանկապարտեզի բոլոր գործառույթներից, ուստի տեղեկատվությունը այս պահին այսքանն է, ինչ ես ցես կարող։ Ձեզ ուղղված մեղադրանքները ինչպես կմեկնաբանեք ծնող։ Մեկնաբանություններ չեմ կարող տալ, ես վերջերս եմ վիրահատվել, խնդրում եմ այս պահին ինձ թողեք հայտնի, ես առողջական խնդիրներ ունեմ եւ այս պահին ես ինձ ուղղակի պատասխանում։ Այսքանով սահմանափակում եմ։ Մորգ, ասել եք մորգից բացի ուրիշ տեղ չեք կարող աշխատել։ Խնդրում եմ չսադրել, չսադրված իրավիճակ, թույլ տալ հաստատությունը իր բնականությունով աշխատի։ Դուք պատրաստվում եք հրաժարական։ Աշխատում։ Դուք պատրաստվում եք հրաժարական տալ, թե ոչ։ Դուք վիրավորել եք, թե ոչ դա։ Վիրավորել եք ծնողներին։ Մանկապարտեզի 6 խմբի տարբեր ծնողներ թաղապետին եւ քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներին պատմեցին խնդիրը։ Պաշտոնյաները գրառումները արեցին ըստ իրենց լսածի։ Դեռ պետք է մեդալի մյուս կողմն էլ ուսումնասիրեն, նոր որոշում կայացնեն։ Տնօրենը բարձրանում է դաստիարակին վիրավորում է։ Հենց այս պահին։ Ծնողների պատմելով, երբ իրենք թաղապետարանում են եղել, տնօրենը նորից նեղացրել է դաստիարակներին։ Այս տնօրենի հետ 2 տարի է աշխատում են։ Սկզբում 10 աշխատակից դուրս է եկել, առանց որևէ խոսքի։ Հիմա ծնողները չեն ցանկանում երկրորդ անգամ կորցնել իրենց սիրելի դաստիարակներին։ Առաջին դիմումը գրել է 17 տարվա աշխատակիցը։ Դրանից հետո սկսել են շղթայական ազատումները։ Չի ցանկանում խոսել տեսախցիկների առջև։ Ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի։ Այսօր ես հանրայնացնում եմ այդ բառերը։ Ամեն օր մեր երեսին ասվում էր, որ հներից պետք է ազատվել, որ մեզ փաթաթել են իր վզին։ Եղել է այդպիսի բառեր։ Այո, դուք այն կոլեկտիվն եք, որ ոչ մեկ չի աշխատում ձեր հետ։ Ամեն դեպքում աշխատակիցների ազատման դիմումները դեռ մակագրված չեն։ Սակայն դաստիարակները նշում են, որ խնդիրը նոր չէ։ Իրենք բազմիցս դիմել են թաղապետարանի համապատասխան բաժին, սակայն պատասխան չեն ստացել։ Եվ միայն դրանից հետո են որոշել դիմել ծայրահեղ քայլի, գրել ազատման դիմումներ։ Ինքը դիմումը գրեզրեց իմ դեմը, ասեց արտագրի ու ստորագրի։ Ես արտագրել եմ ու ստորագրել եմ դիմումը, հետո զանգել եմ թաղապետարան, քաղաքապետարան, թեժգից, ոչ մեկ մի օրից մի օր չեկավ, ասել տենանք այս աղջիկը ինչի՞ է մեզ այդքան զանգում։ Ոչ մեկ։ Թեժգծից ասում են մեզ զանգող չեղել։ Ես ինքը զանգել եմ։ Ճիշտ է ասում այս աղջիկը։ Ծնողների խոսքով վարչական շրջանի ղեկավարը փորձում է հաշտության եզրեր գտնել։ Իրենք վճռական են տրամադրված։ Եթե տնօրենը չհեռանա, անցնելու են գործնական քայլերի։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։